Հերա, կարող ես ցույց տալ ոնց ես դու աշխատում Word-ով մաթեմատիկա առարկայից։ Իհարկե։ Այդտեղ ինչ-որ խնդիրներ ես, հա, արդեն կազմել և լուծել, այո։ Կպատմես ինչ խնդիրներ են։ Ես առաջին խնդիրը այսպես է։ Գտեք բաժանելին, եթե բաժանարանը 10 է, թվերի քանորդը 7, իսկ մնացորդը 4։ Այսինքն մնացորդով աշխատել էլ գիտես։ Հերա, իսկ եթե քանորդը ու բաժանելին գիտես, բաժանարար գտնել կարող ես։ Բաժանելին ու բաժանարարը իրար բազմապատկում են։ Ահա։ Հերա, կոտորակները անցել եք։ Այո։ Իսկ կարող ես համեմատել կոտորակներ, որն է մեծ, որը փոքր։ Ասա խնդրեմ, եթե կոտորակները, երկու կոտորակ ունեն նույն հայտարարը, իսկ մեկի համարիչը 5 է, մյուսինը 7, իսկ երկուսի հայտարարները 12, որն է մեծ։ 2/5 է։ Հերա, իսկ բազմապատկման զուգորդական հատկությունները կպատմես ինչի մասին է այդ թեման։ Օրինակի համար ունենք բազմապատկման թվեր, որոնք պետք է իրար բազմապատկենք։ Օրինակ 60-ը, 7-ը և 5-ը։ Սկզբում առաջին նայելուց թվում է, թե բարդ է, իսկ բազմապատկման զուգորդական հատկությունի օգնությամբ մենք օրինակի համար տեղերը փոխելով ավելի հեշտացնում ենք մեր գործը։ Օրինակ այս դեպքում կլինի 60 բազմապատկված 5-ի բազմապատկված 7-ի, ստանում ենք 1400։ Այսինքն հեշտացնում ես, չէ՞։ Ու արդյունքը պատասխանը չի փոխվում, չէ՞, որ տեղերով փոխվում ես։ Հերա, երկրաչափական մարմիններ գիտես։ Այո։ Օրինակ որոնք են։ Օրինակ շրջանը, եռանկյունը, ուղղանկյունը, քառակուսին, Կնկարես։ հինգանկյունը, օվալը և տարբեր։ Մի հատ օվալ կնկարես։ Այո։ Իսկ կարող ես մի ուղղանկյուն նկարել։ Այո։ Հերա, ուղղանկյան մի կողմը 3 սանտիմետր է, իսկ մյուսը 7։ Ինչպես կհաշվես մակերեսը։ 3 բազմապատկված 7-ի ստանում ենք 21։ Հերա, իսկ ուղիղ կարող ես նկարել Word-ով ստեղծել։ Այո։